Մեր վարչապետը դուք եք լինելու։ Շատ շնորհակալ եմ, Մայրիկ ջան։ Եվ հույսներս ձեզ վրա դնելով հետևյալ հարցն եմ ուզում տամ. ինչ պետք է լինի գերիների եւ անհայտ կորածների վիճակը։ Իմ եղբոր տղան անհայտ կորացա 20 թվականի հոկտեմբերի 10-ից։ Ինքը փոխգնդապետ տղա է։ Ունի ընտանիք, երեխաներ եւ բոլորս այդ տարապանքին էլ չենք դիմանում։ Մայրիկ ջան, գերիների հարցում ես վստահ եմ, որ իրոք միայն մենք, մեր ուժը կարող է այդ հարցը լուծել, ամեն ինչ անելու ենք, որ շատ արագ լուծենք այդ հարցը, մենք ամեն ինչ անելու ենք, որ ամենակարճ ժամանակահատվածում մենք այդ հարցերին լուծում տանք։ Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որը հարևան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ են մենակ մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չի, դրա համար ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ հնարավոր է մեր միջազգային կապերը օգտագործելով, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով, որ եթե կա մեկ հայ իրենց մոտ, իրենք պետք է վերադառնան իրենց տուն։ Մարդիկ պայքարել են մեր պետության համար, ինչ անենք, որ այս թույլ իշխանությունը ջնջեց մեր բոլոր հաջողությունները, ամեն ինչ անելու ենք, հատուկ խումբա ձևավորվելու, որ զբաղվել են միայն այդ հարցերով, ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ բոլոր միջազգային կառույցներում։ Եղավ, շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։